Մենք ստեղ Երևանին ենք մի կերպ յոլատանում, մի հատ էլ Գյումրին։ Գյումրու համայնքապետի ընտրությունները սարերի ետևում չեն, արդեն մարտի 30-ին կիրակի օրը պարզ կդառնա, թե ով է Գյումրու համայնքապետը։ Արմնուրեմ մայրաքաղաք Երևանում հարցման միջոցով քաղաքացիներից փորձեց պարզել, արդյոք հետևում են Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին, թե ոչ, եւ արդյոք ունեն ֆավորիտ թեկնածուներ։ Ես այդպես առանձնապես չեմ հետևում, որովհետև ես գյումրեցի չեմ։ Բայց իհարկե ես ցանկանայի, որ Եվրոդաշինքի տային, բայց իմ ցանկությունը իրաց հետ կապ չունի։ Մենք ստեղ Երևանին ենք մի կերպ յոլատանում, մի հատ էլ Գյումրին։ Գյումրեցիները թող մտածեն։ Չէ, այդ Գյումրին ինձ չի հետաքրքրում։ Գլխավոր որ ԿՊ-ն չանցնի։ Համացանցը ինչ տալիս է դա։ Ըստ ձեզ ով կանցնի որպես քաղաքապետ։ Չեմ կարող ասել, որովհետև հիմա ամեն ինչ անկանխատեսել է։ Չեմ կարող ասել։ Ես շատ դժվարանում եմ, ասել իմ կարծիքով բացարձակ մեծամասնություն ոչ մեկը չի ունենա։ Ինչու։ Ես չեմ կարծում, որ այնտեղ կա որևէ քաղաքական ուժ, այդ թվում ներառյալ ԿՊ-ն, որ մեկը վստահում է 51%։ Ամեն մեկը ունի ինչ-որ համակիրների զանգված, իմ տպավորությունը դա է, որ ամեն մեկը ունի համակիրների փոքր սեգմենտ։ Ամեն մեկը իր փոքր սեգմենտից ինչ-որ ձայներ կտանի, ես կարծում եմ կոալիցիա է լինելու։ Եթե ընդդիմություն ԿՊ-ի թե ընդդիմության։ Դժվար է ասել, շատ դժվար է ասել։ Կարծում եմ կոալիցիա է լինելու։ Եթե որևէ ուժ բացարձակ մեծամասնություն վերցնի, այդ կնշանակի կամ ինչ-որ էքստրեմալ բանատեղի ունեցել, կամ ուղղակի ընտրությունները կեղծվել է։ Ես սա սարքած բաներ է, արդեն պլանավորված է, ոչինչ չի լինի։ Երևից է սա, մենք խաղալիք ենք, նրանց համար խաղալիք ենք։ Իսկ ով կանցնի ըստ ձեզ։ Կանցնի անպայման իշխողը։ ԿՊ-ն։ Հա, քաղաքացիական պաշտպանություն, պայմանագիր։ Ես գիտեմ, որ հիմա ուժի դար է, ուժն է ստիպում և կաշառքը տարածված է, համատարած է, դա է։ Եթե ուժով չեն կարողանում, կաշառքով չեն կարողանում, ուրեմն ուժով, զորով, կամ այդ մարդուն շարքից հանում են, կամ պարտադրում են, որ հրաժարվի։ Դժվար է ասել։ Ֆավորիտների ունեք։ Այո, 9-րդ համարը Ռուբեն Մխիթարյանը։ Իրադարձություններին հետևում եք։ Իրադարձություններին այո, հատկապես հեռուստատեսությամբ երեք էին նայում, որովհետև խոսում էին մեկը Սարիկ չի, Սիմոնյան էր, այդ գեր։ Մի խոսքով այնտեղ Գյումրի ժողովրդից որևէ մեկը խոսում էր իրենց քաղաքի մասին, թե ինչպես են զարգացնում, ինչպես են առաջ ընթանում։